Ողջույն, ես Հակոբ Էսանյանն եմ եւ այսօր մենք շարունակում ենք մեր կրթական ցանցերի շարքը Facebook-յան հայտնի հրավերների մասին։ Նախորդ ցանցում մենք խոսեցինք թե ինչպես պետք է լինեն հրավերները։ Ես ասացի, որ կա հրավերներ ուղղակի օգտակար կոնտենտ, ինֆորմացիա, կա հրավերներ վաճառվող հրավերներ եւ կա գովազդի հրավերներ։ Մենք հիմնական երկուսի մասին խոսեցինք։ Այսօր ես ցես կասեմ թե ինչպես անել, որ թե հրավերները դառնան ավելի էֆեկտիվ։ Դա համար կա երկու ձև։ Առաջինը դա ամենատարածված հասարակ ձևն է, ուղղակի մտնում եք ձեր business edge, տեղադրում եք ձեր հրավերները, ներքևում կա կոճակ, ես պետք է բառեր ասեմ իրենց լեզվով ռուսերեն, քանի որ 90%-ի մոտ ռուսերեն է Facebook-ը։ Հայերեն դա չի ճիշտ թարգմանում, կոչվում է поднимать публикацию։ Հայերեն ես նայեցի, թարգմանում է խթանել հրապարակումը, ոչ կարագել։ Մի խոսքով, ցնում եք այդ կոճակը поднимать публикацию, դուք հայտնում եք ձեր գովազդի էջում, որտեղ որ նախորդ պետք է արդեն ունենաք Visa կամ Mastercard գումարը դրել, եւ նա պետք է արդեն լինի կապված ձեր Facebook-յան գովազդի էջում, քանի որ Facebook-ի մեջ գովազդը վճարովի է։ Մյուս արդեն հասարակ քայլեր են։ Դա իմացաք։ Երկրորդ ձևը, որը շատերը գիտեն կամ չգիտեն, բայց գիտեն, բայց չեն անում, դա շատ կարևոր ձև է։ Դուք միանգամից մտնում եք ձեր գովազդի բաժին, ինչպես գտնեք, ձեր էջի աջ վերևը կա եռանկյունի, սեղմեցիք, վասում է պատուհան եւ գտնում եք ստեղծել գովազդ կամ կառավարել գովազդներով։ Սեղմեցիք այդ էջը, մտակ գովազդի էջ, այնտեղ շատ կարևոր կա քայլեր։ Facebook-ը հիշեցնում է ձեզ, ռուսերեն կոչվում է գտնել ռեկոմենդացիա բաժինը, որտեղ որ դուք լրացնելով հենց բառը ինտերես ձեր թիմային համախոհների բառերը ինտերես, այսինքն ինչ-որ հետաքրքրված բիզնես, շրջագայություն, առողջապահական, չգիտեմ, ինտերես է կոչվում ռուսերեն։ Սովորաբար այդ բաժինի մեջ ինտերես բառը գրելով Facebook-ը ձեզ բերում է նման ոլորտներ, որտեղ որ դուք կարող եք այդ ամեն ինչը սեղմելով, կարգավորելով, տեսնեք աճանկյունում ինչքան հազարավոր մարդիկ են գրանցված։ Դուք կարող եք մինիմալ ձեր բյուջեից ճիշտ ձևով դնեք ձեր գովազդը եւ ձեր տեսանյութը կամ ձեր նյութերը նայեն մի քանի հազար մարդիկ։ Դա կախված է երկրից եւ քաղաքից։ Այս է ամենակարևորը։ Հաջորդ տեսանյութում մենք կխոսենք ինչպես եւս անել, որ ձեր գովազդները էֆեկտիվ դառնան արդեն այս անգամ տեսանյութի շնորհիվ։ Այսքանով ավարտում եմ այս տեսանյութը, եթե հետաքրքրեց ձեզ ինֆորմացիան, դրեք լայք, գրանցվեք իմ էջին, գրեք ձեր կարծիքները, հաջողություն։